Բարև ձեզ։ Հայաստանում տեղի ունեցած վերջի իրադարձությունները եկեղեցու կաթողիկոսի եպիսկոպոսած դասի թիրախավորումը ինձ մի բան հիշեցրեց պատմությունից, ուզում եմ այսօր կիսվեմ ձեր հետ։ Ուրեմն տեսեք, շատ հին ժամանակներում ուրեմն հուներից առաջ այդ գունի ռուսերեն, որոնք որ Ատիլայի գլխավորությամբ եկան ու Հռոմը գրավեցին, դրանից առաջ այդ տարածաշրջանում կար մի հատ ցեղ, որը ուներ իր առաջնորդ, այդ առաջնորդը ուներ իր տղան, այդ տղան հավաքել էր իր շուրջ իր համակիրներին և իրար հետ մարզվում էին, ուտում խմում էին, ժամանակ էին անցկացնում, երբեմն իրանց հոր առաջնորդությամբ պատերազմում էին իրենց շրջապատող հարևան ցեղերի հետ, ապրում էին։ Եվ այս առաջնորդի տղան, եւ որ մի քիչ արդեն հասնանում է, երևի մտքով արդեն ծրագրեր է ունենում գծած, եւ օրերից մի օր այդ տղան ասեցի արդեն, որ հավաքած է իր շուրջը լինում իր հավատարիմ ջոկատը, ու այս տղան ունենում է իր սիրելի նժույգը ձին։ Իրան այդ ցեղերի համար էլ դուք տեղյակ եք, թե ձին ինչ նշանակություն է ունեցել, հա։ Ու օրերից մի օր նետով նշանառության տակ է վերցնում ինքն իր սեփական այդ սիրելու ձիուն, ասում բոլորս պետք է կրակենք այս ձիու վրա, ու առաջին ինքը ուրեմն նետը բաց է թողում, խոցում է ձիուն, իր այդ ջոկատի այդ տղաները նույնպես ենթարկվելով այդ հրամանին կրակում են ձիու վրա, բայց լինում են նաև այն ջոկատի այն մարդիկ, ովքեր որ չեն կրակում այդ ձիու վրա, հապավում են, եւ մտածում են, որ շատ էլ որ ասեց, ու մի քիչ ձիուն չի սպանի, հրամանը չեն կատարում մի խոսքով։ Հաջորդ պահին նա սուրը վերակալում, ու նրանց ովքեր որ այդ ձիու վրա չեն կրակել, տեղում գլխատում է դրանց։ Ասում է որոշ ժամանակ այս առաջնորդի տղան նետը ուղղում է դեպի իր կինը, սիրելի կինը, եւ ասում է նետահարում ենք իմ կնոջը, իր այդ ջոկատի տղաներին։ Ու առաջին էլ ինքը նետը բաց է թողում, ու էլի մնացածը բաց են թողում, նետահարում են իրանց այդ առաջնորդի հրամանատարի կնոջը, բայց էլի մարդիկ են ելնում, որոնք որ հապավում են, չեն կրակում, երևի մտածում են էլի ասեցում չի անի, չեն կրակում, հապավում են, ու ինքը էլի սուրը հանում է ու գլխատում է այն մի քանի հոգուն, որոնք ավելի քիչ էին քանակով, քան ձիու վրա չկրակողները, գլխատում է այդ կնոջ վրա չկրակող իր զինակիցներին, իր ընկերներին։ Օրից մի օր նա նետը ուղղում է դեպի այդ ցեղի առաջնորդին իր հոր վրա, եւ պատմիչը ասում է, եւ որ նա առաջինը նետը բաց թողեց իր հոր վրա, իր հոր մարմինը ամբողջովին ուրեմն ծածկվեց այդ աղեղներով, եւ իր այդ ջոկատի մեջ չեղավ մի հոգի, ով որ նետ բաց չէր թողել։
այդ տղայի հոր վրա։ Եվ նա դառնում է իր հորից հետո, իր հորը սպանելուց հետո այդ ցեղի առաջնորդը եւ արդեն այդ կուռ ջոկատի միջոցով գլխավորելով իր ցեղը պատերազմում է հարևան մյուս ցեղերի հետ, գրավում է այդ ցեղերին, միավորում է դրանք մի հատ մեծ, ավելի մեծ ցեղասարքում, շրջակա այդ բոլոր ցեղերին գրավում է, միավորում է ու դառնում է այդ ժողովրդի միազնյա առաջատարը, հրամանատարը եւ նվաճողական պատերազմները արդեն վարում Չինաստանի դեմ, արդեն ավելի մեծ, հզոր, որպես զորավար, որպես առաջնորդ, որպես ժողովրդի հրամանատար։ Ինչ եմ ես պատմում, տեսեք, Նիկոլ Փաշինյանը հիմա թիրախավորել է հայ մարդու համար ամենաթանկ բանը եկեղեցին, ու սա անում է ընտրություններից մի տարի առաջ, եւ բացի այլ խնդիրներից ինքը մի խնդիր էլ է լուծում, շատ կարևոր խնդիր իր համար, ուրեմն մաղով է անցկացնում քաղաքացիական պայմանագրի կուսակցության մեջ, ուրեմն եղող ընդգրկված մարդկանց, եւ ով որ հապավեց կամուկացի մեջ ընկավ եւ Նիկոլ Փաշինյանի ասածները չարեց, իր թեզերը չպաշտպանեց, այդ մարդիկ իհարկե չեն գլխատվի, բայց միանշանակ հաջորդ ընտրություններից առաջ դուրս կմնան քաղաքացիական պայմանագիր կուսակցության շարքերից ու Նիկոլ Փաշինյանը ընտրությունների կգնա շատ ավելի կուռ, միախմբված թիմի հետ միասին, որովհետև նա իմ կարծիքով ընտրություններից հետո ունի եւս շատ խնդիրներ լուծելու, այդ խնդիրները լուծելու համար իրան պետք է ռուսերեն ասեմ բեսպրիկասլովնի, պաչինինիա, հա? Այսինքն մարդիկ, որոնք որ չեն հապավի եւ յուրաքանչյուր իր տված հրաման կկատարեն առանց մտածելու, թե ինչ ծրագրեր կա Նիկոլ Փաշինյանի առջև դրած, ինչ ծրագրեր նա ուզում իրականացնի, ինչ բանը դիսա թողե, որ պետք է ավարտին հասցի ընտրություններից հետո, դա ուրիշ հարց է, բայց այսօրվա դրությամբ այլ խնդիրներ լուծելու բացի եկեղեցին թիրախավորելով նա ուզում է հասկանա, թե իր թիմից ով է իր հետ մինչև վերջ գնացողը, որովհետև եկեղեցու դեմ դուրս գալը, եկեղեցուն թիրախավորելը, որ ասում են կաթողիկոս բան, բայց ասի ըստ երևույթի եկեղեցու դեմ այս ամեն ինչը, տենց է դուրս գալի, դա փորձություն է իր թիմի համար։ Սա իմ կարծիքն է, իմ նկատառումն է, չգիտեմ կկիսեք դա իմ հետ թե չէ, բայց ամեն դեպքում պատմության հետ այս զուգահեռը անմիջապես իմ մտքին եկավ, եւ որ տեսա այս գործընթացը։ Շնորհակալություն եմ հայտնում ինձ լսելու համբերության համար, լավ եղեք։